Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեյրաբյանն է, ողջույն պարոն Մեյրաբյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն Ֆակտոր TV գալու համար։ Պարոն Մեյրաբյան, Ազատություն ռադիոկայանը հայտնել էր, որ իր տրամադրության տակ է հայտնվել արտգործնախարար Միրզոյանի նամակը Եվրամիությանը, խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան 20 հոգանոց խումբ, ինչպիսին Քիշնև էր գնացել անցյալ տարի արժե ընտրությունների ժամանակ Ռուսաստանից ապա տեղեկությունների ապատեղեկատվության հայտնաբերման հակազդման նպատակով եւ Եմեն ըստ այդ լրատվամիջոցի պատրաստվում է օգնել Հայաստանի ընտրություններում ռուսական միջամտությունից խուսափելու համար նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող հիբրիդային արագ արձագանքման խումբ այդ ընդդիմություն չի կարող ասել, ես արդեն նույնիսկ այդպիսի ձայներ եմ լսում, որ իշխանությունը տղա է բերում մեզ վրա, ինչ տարբերություն մի օր բողոքում եք Լավրովից, հիմա ԵՄ-ից ինչու չեք բողոքում։ Որովհետև այդ ամենը պայմանավորված է մեկ հանգամանքով, որ Ռուսաստանը իր ողջ թափով Հայաստանի դեմ հայտարարել է հիբրիդային պատերազմ եւ դա այսօրվա բան չի, այս ընտրություններով չի միայն պայմանավորված։ Դա վաղուց է տեղի ունենում եւ այս ընտրությունները ուղղակի Հայաստանը դարձրել են Ռուսաստանի համար առաջնահերթություն եւ Ռուսաստանն իր քաղաքական եւ ռոպագանդիստական ռեսուրսը կենտրոնացրել է եւ կենտրոնացած է պահելու մինչեւ հունիս ամիս հենց Հայաստանի վրա։ Հայաստանի ռեսուրսն էլ, ներքին ռեսուրսն էլ գուցե չբավարարի այդ ամենի դեմն առնելու համար եւ կա միջազգային փորձ, որից էլ Հայաստանը օգտվում է եւ պետք է օգտվի լավագույնս այդ ամենին դիմագրավելու համար եւ ամեն ինչ արվում է հենց այդ շրջանակում, որում դիմել են այդ պատճառով։ Այո, եւ դա արվում է համախոհ գործընկերների հետ, որոնք կիսում են մեզ հետ այդ նպատակը, որպեսզի մեր ժողովրդավարությունը ապահովագրվի ֆաշիստական Ռուսաստանի միջամտությունից։ Այս ուժերը, ԱԺ-ընդդիմությունը, հատկապես նաև դրսի ուժեր, 540 ընդդիմություն չի։ Դա ձեր գնահատականն է, ասում են, որ իշխանությունը հիբրիդային պատերազմի անվան տակ մեզ է հետապնդելու 37 թիվն է բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, հիմա Եմեն լրացուցիչ ռեսուրս է տալիս եւ սրա տակ նրանք տեսնում են արևմուտքի այսպես աջակցություն Փաշինյանին, Վենսը աջակցեց ընտրություններում, Կալասը եւ մյուսները աջակցում են այսպիսի օրակարգով, այսինքն արմտամետ իշխանության քաղաքական աջակցություն է սա ավելի շուտ, ինչ կասեք այսպես։ Այստեղ ես արդեն ասացի, երևի թե մի քիչ ավելի պարզաբանեմ, հայկական քաղաքականության մեջ չի կարող մասնակից լինել հավաքական Պուտինը որևէ կերպարանքով կամ որևէ փաթեթավորմամբ, այդ թվում նաև ձեր սիրելի ընդդիմության հանձինս։ Ես բոլոր ուժերին սիրում եմ, այդ թվում ձեզ եւ ընդդիմությանը եւ իշխանությանը։ Շնորհակալ եմ ձեր սիրո համար, Այո։ բայց դա ըստ էության դրանք ֆաշիստական Ռուսաստանի պրոքսիներն են Հայաստանի քաղաքական դաշտում։ Եվ ներկայումս մենք շատ կարևոր մի շրջափուլում ենք մեր պատմության մեջ եւ այդ օրակարգը միայն Նիկոլ Փաշինյանինը չի եւ չի կարող կախված լինել մի քաղաքական ուժից, մի առաջնորդից կամ մեկ ընտրությունից։ Սա պահանջում է, այսպես ասենք, դարի կոնսենսուս, որից առաջիկա մեկ դարի ընթացքում պետք է ձևավորվի թե օրվա իշխանությունը, թե ընդդիմությունը, եւ որ դուրս է այս կոնսենսուսից, պետք է դուրս դրվի քաղաքականությունից։ Մենք եւս չենք պատրաստվում 6 առանցքային կետերի շուրջ, ոչ մեր այսպես ընդլայնված ցուցակում ներառվելիք անձանց հետ,
ոչ էլ իշխանության հետ վիճել այդ 6 կետերի շուրջ։ Թվարկեմ դրանք։ Նախ դա խաղաղությունն է Ադրբեջանի հետ 1, երկրորդը փոխկապակցվածության ձևավորումը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, երրորդը դա ռազմավարական գործընկերությունն է Միացյալ Նահանգների հետ դաշինքի վերաճելու հեռանկարով, 3, չորրորդը դա եվրոինտեգրացիան է լիիրավ անդամակցության հեռանկարով, դա 4, հինգերորդը ժողովրդավարությունը իր ռեֆորմներով եւ 6-րդը օրենքի գերակայությունը իր համապատասխան ռեֆորմներով։ Սա հարցեր են, որի հետ կապված լինի դա թե չլինի, մենք բանավեճ չունենք եւ չենք պատրաստվում ունենալ, մեր բանավեճը եւ մեր ասելիքը եւ մեր անելիքը այդ ամենի խորության ապահովման մասին է, տեմպի ապահովման մասին է, որակի ապահովման մասին է եւ իհարկե մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որովհետեւ Ռուսաստանի հետ պահպանվող իրավապայմանագրային բազան դեմ է այս տրամաբանությանը։ Դե այս ուժերն ասում են մեր դեմ է կիրառվելու։ Այո, ձեր դեմ է կիրառվելու, որովհետև դուք դեմ եք մեր պետությանը, իսկ մեր պետությունը ով դեմ է իրեն, այո, պետք է դիմագրավի այդ թվում նաև ձեզ, եւ այդտեղ զարմանալու բան չկա։ Շատ պարզ։ Ընդդիմությունը չի կարող լինել պետականության, ինքնիշխանության, ժողովրդավարության թշնամի։ Թշնամիներին պետք է պետությունը ցույց տա բռունցք, որովհետև այդ ամենը բարիք է, իսկ բարիքը բարին պետք է լինի բռունցքներով։ Իսկ դուք մտահոգություն չունեք, որ այսպես որոշակի հակաժողովրդավարական գործիքակազմ կկիրառվի իշխանության կողմից Եվրամիության աջակցության խորհրդանական ընդդիմության դեմ։ Իսկ ի՞նչ է նշանակում ժողովրդավարական եւ ոչ ժողովրդավարական գործիքակազմ։ Եկեք ոնց Դե արկել են ինչ որ ուժերի, ասենք Սամվել Կարապետյանի ուժին։ Այո, ես կողմ եմ, որպեսզի Սամվել Կարապետյանի այսպես կոչված ուժին արկելվի մասնակցել մեր ընտրություններին, որովհետեւ սա հիմք է ստեղծել պատմությանը հայտնի մի դասավորության համար, երբ հակաժողովրդավարական ուժերը պարազիտանում են ժողովրդավարության վրա եւ գալիս են ժողովրդավարությունը թաղելու։ Բնականաբար ժողովրդավարությունը պետք է պաշտպանի իրեն։ Այդ թվում նաեւ ռեստրիկտիվ ուրեմն քայլերով։ Ես նույնիսկ կողմ եմ, որպեսզի Հայաստանում ուղղակի ձևավորվի օրենսդրություն նաեւ էքստրեմիզմի վերաբերյալ եւ կրկնեմ, որ դարի կոնսենսուսից ով որ դուրս է, պետք է դուրս լինի քաղաքականությունից, այդ թվում այո, նաև ռեստրիկտիվ եղանակներով։ Իսկ եթե իշխանություն փոխվի, ձեզ թիրախավորեն այդ ծայրահեղական օրենսդրությամբ ասելով պարոն Մերաբյանը ծայրահեղ հակառուս է նրան արգելում եք։ Եթե Հայաստանում իշխանություն փոխվի եւ նրանք գան իշխանության, նրանք կգան եւ կթաղեն Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն եւ Հայաստանը կվերածեն կամ Թաթարստանի կամ Վոլոգդայի մարզի կամ իրենց Կալուգայի կամ եւ այլն, այդ ամեն ինչը կբերի նաեւ այն հետևանքի, որը դուք նշեցիք, բնականաբար, իսկ մենք անկախ պետություն ենք, ինքնիշխան պետություն ենք եւ ֆաշիստական Ռուսաստանի մուտքը Հայաստան ուղղակի թույլ չենք տալու եւ թույլ չպետք է տանք։ Այսքան բան։ Դուք ո՞նց եք Ռուսաստանին տեսնում, էլի, այս ամենի տակ։ Այսինքն ասում եք Ռուսաստանի մուտքը պետք է թույլ չտանք։ Ինչ կապ ունի Ռուսաստանը Հայաստանի ներքաղաքական ուժերի հետ։ Եվ անմիջական, եւ չպետք է որևէ կապ ունենա։ Տեսեք, Լավրովը ասում է նաեւ ռուս արտգործնախարարության հատկապես պաշտոնյաներ, որ Եմեն վերածվում է ռազմաքաղաքական, միավորի այլևս տնտեսական խաղաղ բարի Եմեն չի թշնամական է մեր նկատմամբ, լավ մտածեք այդ ուղղությամբ գնալուց առաջ։ Մենք լավ մտածել ենք 2013 թվականին այդ ձեր ասած տնտեսական բաղադրիչով գերազանցապես ԵՄ-ի հետ ընդհանրապես ասոցիացիան համաձայնագիր ստորագրելու հարցում, որը անդամակցության հեռանկարել
չէր պարունակում իր մեջ, ինչ տեղի ունեցավ Հայաստանի այն ժամանակվա փալաս իշխանությունը։ Բա եկեք չվիրավորենք էլի Շնորհակալություն։ Հա, չէ, իրոք։ Խոսքը դիկտատուրայի մասին է եւ նա արժանի է բոլոր որակումներին իմ Դե ամեն դեպքում կարծիքով եւ նրանք հանցագործ բանդա է, որը բռնազավթել էր պետությունը եւ վերածել էր հանցագործության գործիքի եւ այս գնահատականը դեռ սպասում է իր ամրագրման։ Ռուսաստանը թրաֆիկինգի ենթարկեց Հայաստանին եւ մինչեւ հիմա այդ թրաֆիկինգը մնում է չհաղթահարված։ Հետևաբար, այո, մեր խնդիրն է հաղթահարել այդ քայլի հետևանքները 13 թվականի սեպտեմբերի 3-ի այդ վթարի, այդ աղետի, որը այն ժամանակվա իշխանությունը բերեց մեր պետության գլխին։ Եվ այնինչ այսօր խոսում է ֆաշիստական Ռուսաստանի այդ կիսա Ռիբենտրոպը, մեզ բացարձակապես չպետք է տպավորի կամ հուզի կամ ազդի մեր որոշումների վրա, չնայած այստեղ ես խնդիրներ ունեմ արդեն իշխանության հետ եւ հարցեր ունեմ իշխանությանը, որովհետեւ նրանք ոնց որ թե տպավորվելով դրանից դանդաղեցնում են Հայաստանի ընթացքը, որովհետեւ Հայաստանը օրենք է ընդունել եւ այդ օրենքից հետո թե ինչ պետք է արվի, որևէ պարզություն չկա, որ նա հետագա քայլերը չնայած հենց իշխանության մեջից մանավանդ հենց օրինակ հենց Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ուղիղ տեքստով ասել է, որն է սրա տրամաբանական առումով հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը դա DCFTA-ի ազատ առևտրի համաձայնագրի վերաբերությունը։ Դրա ուրեմն շուրջ process տանելն է։ Ես չեմ տեսնում, որ Հայաստանում այդ ուղղությամբ ինչ որ այսպես համակարգային քայլեր են արվում։ Արվում են, ասենք վիզա լիբերալիզացիան արվում է։ Տնտեսության մեջ որոշակի չնայած այստեղ եւս աշխատելու շատ տեղեր կան, դիվերսիֆիկացիա է արվում։ Բայց մենք չենք տեսնում օրինակ գործադիր իշխանության կառուցվածքային փոփոխությունները, որոնք գալիս են ադապտացվելու այս խնդրի իրականացմանը, հա, ասենք կոնկրետ ովքեր են զբաղվում, ֆրագմենտար այո զբաղվում են, փոխվարչապետն է զբաղվում, ներքին գործերի նախարարն է զբաղվում են, բայց սա մենք համարում ենք անբավարար։ Այսօր վարչապետը այցելում է Լեհաստան պաշտոնական այցով, ինչը շատ կարևոր է, որովհետև հենց ձեր ասածի համատեքստում եւս կարևոր է հաշվի առնելով Եվրամիության այդ տրանսֆորմացիաները, հա, որից շատ են սրտնել այդ կիսա Ռիբենտրոպի հիմնարկում, որովհետև Լեհաստանը մի երկիր է, որը 5% ռազմական ծախսեր է անում, վերակառուցել է բանակը, ստեղծել է տարածքային պաշտպանության զորքեր, վերակառուցել է ռազմական արդյունաբերությունը եւ նաեւ աշխարհագրորեն այդպես են հանգամանքները դասավորվել, իդեպ արդեն 5-րդ տարին է այդ պատերազմի, ըստ էության վերածվել է 4-ը ավարտվեց, հիմա մտել ենք 5-րդ։ Հա, եթե տրամաբանությամբ։ Այո, այո։ Եթե մի քիչ ավելի լայն տրամաբանությամբ 13 տարի, եթե այո, ես լիովին համամիտ եմ ձեզ հետ, բայց արդեն լայնամասշտաբ պատերազմի, տոտալ պատերազմի կամ էլ առումով համարենք, հա։ Ներխուժումը Լեհաստանը վերածվել է պաշտպանվող Եվրոպայի Ուկրաինայի ռազմավարական թիկունքը եւ մատակարարման գլխավոր հաբը նաեւ իր վրա վերցնելով ամենամեծ բեռը ուկրաինացի փախստականների Ուկրաինայից դուրս է եկել 6 միլիոն մարդ, որից 2 միլիոնը այսօր ապրում է Լեհաստանում փախստականներ եւ 35 տարվա այս հետևողական ռեֆորմների արդյունքում Լեհաստանը վերածվել է Եվրամիության 6-րդ տնտեսության առանցքային երկրի Եվրամիության արևելյան մասի ռազմաքաղաքական
առաջատարի, բացի դրանից իր ուրույն փորձն ունենալով, պատմական փորձն ունենալով Ռուսաստանի հետ հարաբերությունների բազմադարյա, հա, Լեհաստանը միշտ առանձնացել է Եվրամիության մեջ ամենասթափ եւ ամենաիրատեսական գնահատականներով եւ մոտեցումներով, թե ինչպես կառուցել համաեվրոպական քաղաքականությունը Ռուսաստանի հետ եւ ժամանակի քննությունը ցույց տվեց, որ լեհական տեսակետն էր ամենաիրատեսականը այս ընթացքում։ Չնայած շատերը մեղադրում էին, որ դա ֆոբիաներից է գալիս մեկ մյուս, բայց ոչ, մենք նույնիսկ տեսանք, որ դրան հակվեցին նույնիսկ երկրներ, ովքեր պատմական չեզոքությամբ էին հանդես գալիս, ասենք 200-ամյա չեզոքության պատմություն ունեցող Շվեդիան, 80-ամյա չեզոքություն ունեցող Ֆինլանդիան, որոնք մտան ՆԱՏՕ-ի կազմ։ Ռուսական սպառնալիքի առաջ։ Եվ Լեհաստանը նախկին հետխորհրդային երկրների հետ ըստ այդմ խոսում է մեկ լեզվով այս պատմական ժամանակաշրջանում։ Եվ ցավալիորեն 10 տարուց ավել, ես նույնիսկ չեմ հիշում 12, թե 13, թե 14 տարի որևէ այսպես բարձրագույն պաշտոնյայի այց չի եղել։ Եվ այո, սա գալիս է այդ բացը լրացնելու եւ սա շատ օգտակար է Հայաստանի համար, մանավանդ երբ որ կան դրա նախադրյալները, ես շատ կարևորում եմ նաեւ այն, որ Լեհաստանի հետ ռազմատեխնիկական եւ պաշտպանական համագործակցության վերաբերյալ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել եւ ես տեսնում եմ բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանը եւ Լեհաստանն ունենան նույն մակարդակի հարաբերություններ, ինչ որ մենք ունենք Ֆրանսիայի հետ, Գերմանիայի հետ, Հունաստանի հետ, հա, Եվրամիության շրջանակներում եւ այո, Լեհաստանը Նիդերլանդների հետ, Լյուքսեմբուրգի հետ եւ այո, մենք պետք է այդ մեր արժևում ունենանք ռազմավարական գործընկերության հեռանկարը Լեհաստանի հետ։ Պարոն Մերաբյան, այսօր վարչապետը հայտարարեց 10,000 թոշակներ բարձրացնելու մասին եւ այսօրվա մեր քաղաքական դիսկուրսը, այսօրվա, հենց այսօրվա դրա մասն է, բայց ես չեմ ուզում դրանից հարցնեմ, դա այսպես ամենօրյա, այսպես, հա, թեմաներից մեկն է։ Իմ հարցը հետեւյալն է, ընտրությունները, այո, ինչ որ չափով թոշակների մասին են, ինչ որ չափով աշխատավարձերի, ինչ որ չափերով ճանապարհների, ստանդարտների, բոլոր քաղաքականությունները ներքին են։ Այո, ահա։ Բայց եթե այսպես գլխավոր հարցադրումներից մեկին անդրադառնանք, խաղաղություն պատերազմ թեմային չեմ ուզում անդրադառնանք, այլ Հայաստանի զարգացման վեկտորներին եւ վեկտոր այն տրամաբանությամբ չեմ ասում, որ միտեղից թեքվեն ընկնեն այն մյուս տրամաբանության մեջ։ Այսօր Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունի ռազմավարական գործընկերության հռչակագիր խարտիա եւ արդեն կոնկրետ ծրագրեր կան Թրամփի ուղի արհեստական բանականության ոլորտում, գործակցություն ատոմային էներգետիկայի ոլորտում, Ֆրանսիայի հետ կան խոսակցություններ, որ էլ ռազմավարական գործընկերություն է կնքվելու, Եվրամիության հետ բավականին ընդլայնված օրակարգ կա եւ էլի օրենքը կա անդամակցության process-ի մասին, կարելի է արդյոք նշել, որ այս ընտրությունները նաեւ այն մասին են, թե արդյոք շարունակվելու է հարաբերությունների խորացումը ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների հետ, թե լինելու է, ասենք, հետդարձ այնպիսի քաղաքականությամբ, երբ կենտրոնում դրվում էր մեկ պետության շահ Ռուսաստանի, ինչ կասեն Մոսկվայից, թույլ կտան սրա հետ շփվել, սրա հետ չշփվել, այս տրամաբանության մեջ կուզենամ հարցազրույցը նաև։ Տեսեք, քաղաքականություն ունենալու համար դու պետք է լինես սուբյեկտ։ Եթե դու սուբյեկտ չես, ապա դու կցորդես ուրիշի քաղաքականության։ Այս սրա մասին է խոսքը լինելու։ Այլ ոչ թե ինչ-որ բան շարունակելու, թե չշարունակելու։ Եթե շարունակելու ու չշարունակելու մասին խոսենք, ապա Հայաստանը որպես պետություն շարունակելու է իր պատմական ընթացքը, թե չի շարունակելու։ Մենք խոսեցինք դրա մասին։ Մենք խոսեցինք դարի կոնսենսուսի անհրաժեշտության մասին։
Եվ խոսեցինք այն անհրաժեշտության մասին, որ ով որ դուրս է այս կոնսենսուսից, պետք է դուրս դրվի քաղաքականությունից, ու սա ոչ թե քաղաքական նախապատվության հարց է, այլ պետություն լինելու եւ չլինելու հարց է։ Չի կարող քաղաքականության մեջ լինել մի սուբյեկտ, որը հարցականի տակ դնի պետությունը։ Բացառվում է դա եւ պետք է պետության պարտքն է եւ պարտականությունը դա բացառել է։ Այդ թվում այո նաեւ ռեստրիկտիվ եղանակներով։ Ես այսպես մի քիչ ավելի լայն էի հարցը ուզում ձևակերպել նաեւ, որովհետեւ տարբեր ռուս պաշտոնյաներից լսում ենք, որ դե լավ մտածեք, պետք է դուք ընտրություն անեք։ Բայց մենք իրանց խնդրել ենք մեզ խորհուրդներ տան, թե աշխարհում ինչն է լավը, ինչ է վատը։ Առանց խնդրելու են տալիս։ Առանց խնդրելու կորեն գնան ուրեմն։ Ուրեմն իրենց խնդիրը մեկն է, հա, իրենց քիթը անլվա։ Իրենց սահմաններից դուրս չհանեն եւ չմցնեն մեր գործերի մեջ։ Մանավանդ երբ իրենց մենք չենք խնդրել։ Մանավանդ երբ մեզ հաճելի չի։ Ձեր գործը չի, գնացեք զբաղվեք ձեր գործերով։ Գնացեք լվացվեք, օրինակ։ Սկան բան, եւ բացարձակապես հետաքրքիր չի, թե նրանք ինչ են խորհուրդ տալիս մեզ։ Մենք մտածելու ձևն էլ գիտենք, մեր լավ ու վատն էլ գիտենք։ Անելիքն էլ գիտենք, չանելիքն էլ գիտենք, առանց ձեզ։ Լավ, այդ երկրի հետ հարաբերությունը մի քանի տակ թեմա կա, երկաթուղու կոնցենսիայի ապագայի հարցը, ատոմակայան իրենց հետ կառուցել թե ամերիկացիների հետ, Թրամփի ուղի իրենք ուզում են միանալ, հայկական կողմը չի ուզում, այս հարցերը ինչի համար են դիսկուրսում հայտնվել ձեր կարծիքով։ Խանգարելու համար Հայաստանին, որովհետև դրանք քայլեր են, որոնց անելու պարագայում Հայաստանը ստանում է այն բաղձալի ինքնուրույնության անշրջելիության երաշխիքները, ինչը դեմ է Ռուսաստանի պատկերացումներին։ Ռուսաստանի պատկերացումները որն են, որ նախքին խորհրդային միության տարածքում ինչ կա չկա, դա իրենցն է, այն էլ ինչ իրենցը չէ, դա ժամանակավոր իրենցը չէ, եւ Ռուսաստանի ողջ քաղաքականությունը Հայաստանի ուղղությամբ, դա Հայաստանը իրենց վերադարձնելն է, այդ ժամանակավոր կորուստը հետ բերելն է։ Եվ ամեն ինչ ածանցվում է այդ ռազմավարական նպատակից։ Իսկ քանի որ մենք ոչ միայն այդ նպատակը չենք կիսում, այլև մեր պարտքն ենք համարում ջարդել այդ նպատակը, հետեւաբար այստեղ առաջանում է հակասություն, հակադրություն եւ ինչու՞ չէ նաեւ կոնֆլիկտ։ Այդ թվում նաեւ ձեր նշած հարցերում, մի շարք այլ հարցերում, եւ դա անխուսափելի է եւ այո, հիմա մեր պետությունը կանգնած է դժվար որոշումներ ընդունելու հրամայականի առաջ, այդ որոշումները պետք է ընդունվեն, իսկ պետության անունից ով է ընդունելու այդ որոշումը։ Նա ում ձեռքին է մեր պետության գլխավոր կնիքը, հա, պետության զինանշանը։ Դա կառավարությունն է, կառավարության նախագահը։ Թե հունիսի 7-ից հետո առավել սպասել որոշումների։ Ինչ որ բաներ կան, որոնք պետք է արվեն մինչև հունիսի 7, ինչ որ բաներ էլ կան հունիսի 7-ից հետո, բայց մենք չպետք է կապենք հունիսի 7-ի հետ, այլ մենք պետք է ընթանանք մեր ճանապարհով, որը թելադրվում է մեր պետության, մեր սուվերեն պետության շահերով։ Այդ թվում նաև ՌԺԴ-ի հարցում, պես պետք է պարզ լինի, որ ՌԺԴ-ն նրա համար չի կոնցեսիան վերցրել, որպեսզի մենք կապակցվածություն ունենանք մեր հարևանների հետ, այլ նրա համար, որ չունենանք կապակցվածություն մեր հարևանների հետ, մեկ։ Երկրորդը ՌԺԴ-ն այն է չի ցանկանում, եւ երկրորդն էլ նույնիսկ եթե շատ էլ ցանկանա, չի կարողանա, որովհետև ՌԺԴ-ն ինքն իրեն թալանած մի խուլիգան կազմակերպություն է, որտեղ այնպիսի մի մեծ անցք է գոյացել ֆինանսական, որը փակելու համար նրանք դիմել են պետությանը, իսկ պետությունն էլ փող չունի։ Այն ծրագիրը, հա, որը պետությունը մեր առաջ է քաշել ՌԺԴ-ի, դա մոտավորապես 3 կապակցող հատվածները, հա,
Երասխ, Ախուրիկ եւ Իջևան, նաեւ Իջևանը կապելու Երևանին, ես դա որովհետեւ Իջևանը կտրված է մեր ընդհանուր երկաթուղային ցանցից, դա իրար հետ վերցրած մոտ $1 միլիարդ ներդրում է պահանջում։ Ունի այդ 1 միլիարդը RЖD-ն նույնիսկ եթե շատ ու շատ ցանկանա, չունի։ Երկրորդը RЖD-ի հետ կապված ռուսական պետությունն իր դիրքորոշումն արդեն հայտնել է։ Ասել եմ, մեզ հետաքրքիր չի այդ ծրագիրը։ Մեզ թրիփն է հետաքրքիր, տվեք մեզ։ Մենք պատրաստ ենք մեր մասնակցության ձևերի շուրջ կոնսուլտացիաների։ Չկա տենց խոսակցություն եւ չի կարող լինել։ Եվ այստեղ պետության որոշումը պետք է լինի մեկը՝ խզել այդ կոնցեսիան եւ պարտադիրել չի Ռուսաստանի համար բարեկամ պետություն ունենա, որովհետեւ Ռուսաստանն այլևս բարեկամ չունի։ Նույնիսկ այն երկրները, որոնք թվարկեց վարչապետ Փաշինյանը, պարամետրերը հասկանալի չեն, ոնց էր բարեկամ։ Այդ երկրներն էլ մեծ հարց է, այդ ինչով են բարեկամ։ Ղազախստանը Ռուսաստանի բարեկամն է, ինչքան մենք ենք բարեկամ, այնքան ու Ղազախստանը։ Բայց միջին միջանցքն նրա համար է, որ այդ բարեկամական գրկից դուրս գան ճիրաններից։ Դες բարեկամություն չի լինում, դա թրաֆիքինգի մի քիչ ուրիշ ձևն է, դա էլ աշխարհագրական մի թրաֆիքինգ է, եւ նրանք այո ուզում են գերությունից դուրս գան։ Այդտեղ բարեկամի հարց չկա։ Նույնը Քաթարը, նույնը Էմիրատները, որոնց թվարկեց Նիկոլ Փաշինյանը, ոչ կան նաեւ այլ երկրներ, որոնք ամենևին էլ պարտադիր չի լինեն Ռուսաստանի բարեկամը, չբարեկամ։ Շնորհակալ եմ, պարոն Մերաբյան, զրույցի համար։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Ռուբեն Մերաբյանին։